Ողջունում եմ ձեզ հարգելի հայրենակիցներ, վաղուց այս ֆորմատով հանդես չէ եկել եւ պատճառներից մեկը հանդիսացավ այն, որ երեք ներկա եմ գտնվել Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի շինծու քրեական գործի շրջանակներում հերթական դատական նիստին, որտեղ հնարավորություն ունեցա եւս մեկ անգամ համոզվելու, որ ներկա ռեժիմը որոշում է կայացրել արմատականորեն եւ վերջնականապես ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատությունը եւ այլակարծությունը, ուրիշ կերպ հնարավոր չի բացատրել այն, որ օրեցօր Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալները ավելանում են, ինչպես գիտեք արդեն 50-ից ավել քաղաքական բանտարկյալ ունենք մենք եւ եթե դիտարկենք օրինակ մասնավորապես Նարեկ Սամսոնյանի դեպքը, ապա նրան դատում են միայն նրա համար, որ նա իր եթերներից մեկում արտաբերել է հետույք բառը եւ Նարեկի առողջական վիճակը շատ ծանր է եւ անգամ ամբողջ դատական նիստի ընթացքում նա ստիպված է եղել ամբողջ դատական նիստը անցկացնել սայլակի վրա նստած։ Իսկ եթե ուզում եք իմանալ իսկական պատճառները, թե խի են տասնյակ եւ տասնյակ մարդկանց փորձում դատել, այդ պատճառը մենակ մեկն է, որտեղ նրանք հայ են եւ արժանապատիվ հայեր են։ Պատկերացրեք, եթե այսօրվա չափանիշներով դատեին հանրապետականի օրոք, ապա այն ժամանակվա զգալի ընդդիմադիրների մեծամասնությունը պետք է երբևիցե բանտերից դուրս չգար, քանի որ այնքան ատելության խոսք եւ անհանդուրժողականություն ինչքան քարոզվել է հանրապետականների նկատմամբ դժվար է պատկերացնել։ Կհիշեք այն ժամանակ, եթե որևիցե ընդդիմադիր գործչի մատի մեջ փուշ էր մտնում կամ մի փոքր քամի էր կողքով անցնում, միանգամից տարբեր միջազգային կազմակերպություններ եւ տարբեր դեսպաններ միանգամից վայնասուն էին դնում, թե Հայաստանում տոտալ բռնաճնշումներ են տեղի ունենում, իսկ այսօր այդ դեսպանները եւ այդ կազմակերպությունները լռության են մատնել, քար լռության են մատնել, որ Հայաստանում տասնյակ եւ տասնյակ քաղաքական բանտարկյալներ գոյություն ունեն։ Եթե Սերժ Սարգսյանը զբաղված էր իր առաջին նախագահության ժամանակահատվածում բանտերը դատարկելով մարտի 1-ից հետո, ինչի մասին փաստում են երկու ալիքով տեղի ունեցած ամնիստիաները 2009 եւ 2011 թվականներին, ապա Նիկոլ Փաշինյանը կատարում է հակառակ process-ը եւ լցնում է բանտերը, ինչով նմանվում է իր կառուցողական գործընկերոջը Իլհամ Ալիևին, որը նույնպես մեր հայրենակիցներին պահում է ուղղակի արդեն Բաքվի բանտերում։